Խնամված լինելն է Չերչինյան Cosmetics։ Բարևիմ շատ ելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմի շրջանակում այսօր շատ հետաքրքիր թեմա ենք արծարծելու, դա դասրուկաբուժությունն է, շատերին շատ հետաքրքիր, ոմանք գուցե չեն վստահում բուժման այս եղանակին, ոմանք բացառապես վստահում են այս եղանակին, քանի որ այն ավելի անվտանգ է եւ օրգանիզմ լրացուցիչ դեղեր, թունավոր նյութեր չեն ներթափանցում։ Հասկանանք թե որ հիվանդությունների դեպքում կարելի է դիմել դասրուկաբուժությանը եւ առհասարակ ինչպես է իրականացվում այս գործընթացը։ Ես իրով զրուցելու եմ հրավիրել Մարինա Գասպարյանին, ով լիճ մեդբժշկական կենտրոնում ընտանեկան բժիշկ է, ինչպես նաև հենց կենտրոնի տնօրենը։ Բարև Մարինա։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերս եւ այսպես դասրուկաբուժություն։ Թվում էր թե սա փոքր-ինչ անցյալում մնացած, այո, բժշկության ճյուղ է, բայց այն շարունակում է ակտուալ մնալ եւ շատերի կողմից նախապատվությունը տրվում է բուժման այս մեթոդին, որ հիվանդությունների դեպքում է այն ակտուալ։ Ակտուալ է ուրեմն հիպերտոնիայի ժամանակ, ակտուալ է վարիկոզ երակների լայնացման համար, օսեոխոնդրոզների, ամենակարևորը ասեմ, որ հիմա շատ տարածված միգրեն հիվանդությունն է, հոդերի բորբոքման ժամանակ, ամենատարածված վարիկոզ Լյարդի ճարպակալումը նույնպես, այո, հեպատոզների ժամանակ էլ մեծ կիրառում ունի։ Միջինում օրինակ քանի պրոցեդուրա հետո կարելի է նկատել դրա էֆեկտիվությունը։ Նո, էֆեկտիվությունը մենք կարող ենք նկատել մոտ մի 5 պրոցեդուրաներից հետո, կան պացիենտներ, որոնք հենց առաջի իսկ պրոցեդուրայից հետո իրանք նկատում են էֆեկտիվությունը։ Միջինը 5-ից մինչև 7 անգամ պետք է կատարվի։ Դա մեկ տարվա ընթացքում թե իրար հաջորդող օրերին։ Տարվա մեջ կարող կուրսը շաբաթական 2 անգամ է կատարվում եւ տևում է 1 ամիս բուժման։ Եվ էֆեկտիվությունը պահպանվում է բավականին երկար։ Հետո կրկնելու հարկ է լինում։ Նո, հա։ Այո։ Բայց լավը այն է, որ օրգանիզմում չեն ներթափանցում, այո, թունավոր նյութեր, ինչպես ես նշեցի։ Ոչ, թունավոր նյութեր չէ, ինքը ունի հատուկ ֆերմենտներ, բուժիչ, դասրուկը ինքը առաջի հերթին հակաբորբոքիչ է, արյունը ջրիկացնող, իր գիրուդին ֆերմենտ ունի, ամենակարևորը, ունի նաև հակաբորբոքիչ էֆեկտ եւ հակաինֆեկցիոն ազդեցություն։ Եվ թե այստեղից էլ հենց երուդոբուժում բառն է, այ հիմա հասկացա ձեզ հետ զրուցելիս։ Խնդրեմ ներկայացրեք, թե այդ դզրուկները դուք աճեցնում եք, բազմացնում եք, թե ինչպես է։ Ցավոք սրտի մեզ մոտ ոչ աճեցնում են, ոչ բազմացնում են, մենք դա պատվիրում ենք դրսից։ Արտերկրից, այո, դզրուկները հենց սերտիֆիկացված են, օգտագործում են միանվագ եւ պարտադիր պետք է բուժման ժամանակ կիրառել հենց հատուկ բժշկական դզրուկներ։ Այ շատերին հենց այս հարցն է ուզում, քանի որ դզրուկը փակցվում է մարմնին եւ ասես արյան հետ գործ ունեն, այդ դզրուկը միգուցե մեկ այլ մարդու օրգանիզմի հետ է հարաբերակցվել, բայց փաստորեն դրանք միանվագ անպայման դա ամենը։ Ինչ արվում հետո այդ դզրուկների հետ։ Ոչինչ ասում եք։ Ինքը հատուկ պայմաններում ոչինչ ասում է եւ գնում է այրման։ Այսինքն ամեն մարդու համար, եթե նույնիսկ այդ մարդը երկրորդ անգամ է գալու, գործածվում է նույն դզրուկը։ Ոչ, իհարկե։ Քանի որ երևի արդեն բուժման էֆեկտիվություն չի լինի։ Բացի այն, մենք ունենք արյան հետ գործ եւ ինֆեկցիայի հավանականությունները։ Նույնիսկ նույն մարդու դեպքում, այո, թույլ չի տրվում։ Չէ, ոչ, թույլ չի տրվում։ Այս եթե կարող ենք ասել նաեւ, եթե կան որոշակի հին ժամանակներ տատիկները մեր օգտագործել են իրանց դզրուկները մի քանի անգամ, վրան լցրել են ինչ-որ աղ կամ չգիտեմ ինչ-որ, ինչ ինքը մարսողությունից հետո նորից իրանք օգտագործել են, բայց իրանց ֆերմենտները վերականգնում են 6 ամիս հետո։ Իրանք ուղղակի դզրուկին պահել 6 ամիս, այո։ Չէ, իրանց ֆերմենտները նորից վերականգնվում են 6 ամիս հետո։ Հասկանալի է։ Այո, որ դեպքերում մարդը չի կարող դիմել դասրուկաբուժությանը։ Չի կարող արյան ցածր ցուցանիշ ունենալ անեմիաների ժամանակ, հղիության ժամանակ, չարակորուցքների ժամանակ, այն ինչպես է բացատրվում հեմոգլոբինի ցածր լինելու դեպքում, որ չի կարելի։ Հիվանդ պացիենտը, որ քանի որ մեր դզրուկը ինքը արյունը ջրիկացնում է, իսկ եւ արյունը դրանից հետո դզրուկը կպցնելուց հետո մոտ 24 ժամ կարող է հիվանդի մոտ արյուն գալ, իսկ անեմիայի ժամանակ մենք արյան կորուստ պետքա չունենանք։
Հասկանալի է, զուտ այսպես է բացատրվում։ Իսկ ամենաէֆեկտիվը, այ դուք նշեցիք մի քանի հիվանդությունների դեպքում, որի դեպքում է, որ դուք նկատել եք անմիջապես էֆեկտը նկատելի է լինում։ Էֆեկտիվությունը հիպերտոնյաների ժամանակ, վարիկոզի ժամանակ, նաև ամենաբարձր ցուցանիշ ունի թութք։ Հետաքրքիր է եւ փակցվում է հենց հետանցքի շրջանում, այո։ Ամասնագետը հենց Այսինքն տզրուկները փակցվում են օրգանիզմի այն հատվածում, որտեղ հիվանդ է, որտեղ ապակիման կարիք կա։ ինքը ունի հատուկ սխեմա, կետային բուժում է լինում, պարտադիր չի հատուկ տեղն ու թութքի ժամանակ, բայց մնացածը ինքը սրտի կետերով է դրվում, լյարդի կետերով, ստամոքս, կանացի։ Օրինակ անդրադառնանք լյարդի դեպքում, այսինքն կատարվում է հետազոտություն մինչև եւ հետո։ Այո, անպայմանարյան անալիզ մենք ուզում ենք ցուցանիշները արյան, սոնոգրաֆիկ հետազոտություն, նոր դրա նշանակում։ Իսկ այ հետո նույնպես սա կատարում եք համեմատելու համար։ Նո, արդեն պացիենտին խնդրում ենք, որ նորից, եթե իրան համար դժվար չի կատարի, որ ինքը հասկանա տարբերությունը նկատել, այո։ Սկսած որ տարիքից կարելի է բերել երեխային տզրուկաբուժության։ Երեխային, նո փոքր տարիքում էլի նկատի ունենանք։ 15 երևի, ցուցանիշ կա, որ կարելի է դեռ փոքր ժամանակ անել, 7 տարեկան, 6 տարեկան, բայց խորհուրդ չեք տալիս։ Այդ ինդիվիդուալ է, ով ոնց կուզի։ Ինչպես է գնահատում տզրուկաբուժությունը Հայաստանում, այ որքանով են մարդիկ տեղյակ այս մասին, որքանով են վստահում։ Նու արդեն հիմա այս պահին բավականին շատ եմ վստահում ու կամ որոշակի մարդկանց խավ, որ միայն իրանք բուժվում են տզրուկներով։ Միջին տարիքի մարդիկ, որ էֆեկտիվությունը տեսել են, հենց իրանք են, որ դիմում են մեզ ու շատ։ Բայց մենք այդ ընթացքում իրավունք չունենք հիվանդին դեղորայքային բուժումի զրկել։ Զուգահեռ անցնում են նաև իրենց բուժում, այո։ Անպայման։ Հետաքրքիր է։ Սա օգնություն։ Ինչ խորհուրդ կտաք մեր հեռուստադիտողին, այ ինչու վստահել տզրուկաբուժության, ինչ առավելության։ Քանի որ տզրուկաբուժությունը շատ հին մեթոդ է ու մեր տատիկ-պապիկները միշտ օգտագործել են դա ու իրանք ունեցել են առողջ օրգանիզմ, համար են, որ պետք է վստահել։ Լավագույն ավանդույթների առումով թեկուզ։ Ավելի անվնաս բուժում հատ։ Իսկ եթե աշխարհի հետ համեմատենք Հայաստանը այս առումով ինչպեսի տեղ է զբաղեցնում, արդյոք այստեղ աշխարհի հետ համեմատած ավելի քիչ կամ շատ են գործածում։ Նու եթե համեմատենք կոնկրետ Ռուսաստանի հետ, մենք մի քիչ հետ ենք, որտեղ այնտեղ ավելի շատ են օգտագործում, շատ ավելի վիրահատությունից առաջ եւ վիրահատությունից հետո պարտադիր։ Հետաքրքիր է։ Ցանկացած վիրահատություն։ Այո, իրանք Շատ լավ, շնորհակալ եմ Մարինե, շատ կարևոր եւ հետաքրքիր հարցազրույցի համար։ Հարգելի հեռուստադիտող, թե ինչ մեդինֆորմ այսօր անդրադարձավ ոչ տրադիցիոնալ բժշկության թեմաներից մեկին, տզրուկաբուժությանը, որը անչափ հետաքրքիր է եւ այն կարելի է անվերջ ուսումնասիրել, իսկ եթե ձեզ հետաքրքրում է իհարկե բժշկության այս ճյուղը, կարող եք մանրամասներ իմանալ Մարինե Գասպարյանից, ով լիճմեդ բժշկական կենտրոնում ընտանեկան բժիշկ է, ինչպես նաեւ հենց կենտրոնի տնօրենը։ Այսօր այսքանը, հետևեք ձեր առողջությանը եւ մի թողեք վիճակը դառնա ավելի բարձի թողին։ Կհանդիպենք, առողջ եղեք։ Վինչ ջրեն, ջուր խմելու ժամանակն է։ Ողջույն առողջ սպորտի սիրահարներին, ես գտնվում եմ Hill սպորտային համալիրում, եկել են գրագետ մարզվելու, իսկ այն անհնար է առանց պրոֆեսիոնալ մարզչի։ Դե ինչ մարզչի օգնությամբ հասկանալու ենք, թե ոտքերի մարզման այս դժվարին թվացող սարքը ինչ մկանային խմբեր է մարզում եւ ինչպես առհասարակ այն պետք է գրագետ օգտագործել։ Ողջույն Հրաչ։ Սարքը նախատեսված է եւ կանանց եւ տղամարդկանց, այո, համար, ասես չունի սեռային սահմանափակում եւ հիմա թվում է, թե սա մի ծանր ագրեգատ է, որով շատ դժվար է մարզվել։ Փորձենք ցույց տալ մեր հեռուստադիտողին, այո, ինչպես է այն իրականացվում։ Նախ նստելուց պետքա ճիշտ ընտրենք մեր նախնական դիրքը։ Սկզբից ոտքերը դնում ենք այստեղ, իրարից մի քիչ հեռու ուսերի լայնությամբ, բայց մի քիչ ներքևից դրեք, որպեսզի կարողանանք բացենք սա։ Պետք է բռնել դեպի վերև։ Ահա, սարքը ասես պոկվեց իր դիրքից, այո։
Ահա, բայց նայեք, հիմա մի քիչ իջացնում եք, քանի որ այնտեղ պետքա նախնական դիրքն ընտրելուց առաջ ինչ-որ մի հատ գործողություն կատարենք, սկզբից ուղղակի ոտքերը դրեք ներքև։ Մի քիչ ավելի ներքև ու մոտիկ իրար։ Ահա։ Հիմա հրում ենք վերև։ Այս դեղինը բարձրացնում ենք վերև։ Այն հիմա նոր ոտքերը բարձրացնում ենք մի քիչ վերև։ Ահա։ Հիմա իջացնում ենք 90 աստիճանի չափով, հրում ենք վերև, բայց ծունկը պետքա լրիվ չբացենք։ Այո, կիսածալված։ Կիսածալված, որպեսզի չվնասենք մեր Սա ծնկները։ ազդրերն է, այո, ավելի շատ։ Ազդրերի համար է, նաև աշխատում է նստամկանը։ Օդի արտաշնչումը տեղի ունենում բարձրացնելիս։ Արտաշնչումը կատարում ենք, երբ որ կատարում ենք հաղթարող ուժը, այսինքն բարձրացնելուց։ Եվ չենք ծալում մինչև վերջ ծնկները։ Մինչև վերջ ծունկը չենք բացում, որպեսզի ծնկան հոդի վրա լարվածություն չընկնի։ Տրավմատիկ կլինի, այո, եթե ծունկը մինչև վերջ ծալեն։ Եվ ինչքան պետք է ոտքը, ինչքան սարքը երևի թե մոտենա ոտքին, այնքան էֆեկտիվությունը մեծ է։ Իջացնում ենք մինչև 90 աստիճանի չափով, շատ ավել պետք չի իջացնենք, հրելուց չենք բացում ոտքերը լրիվ։ Հետաքրքիր է, բոլոր այն մարդիկ, ովքեր որովայնի հատվածում կամ ունեն ճողվածքներ կամ վիրահատություններ, կարելի է այս վարժությունը կատարել։ Այս վարժությունը քանի ավելի որ ասես անվտանգ հրում է։ է որովայնը։ Այս վարժությունը ավելի անվտանգ է եւ ճողվածքի դեպքերում կախված ինչ աստիճանի է, կախված բժշկի հակացություններից։ Պետք է ցուցում լինի, այո։ Ահա, ես ասես ավարտեցի, հիմա դուք ցույց կտաք։ Հիմա նույնպես արդեն էլի ոտքերը մոտեցնում ենք, որպեսզի տարածություն բացենք այստեղ, դեղինները իջացնում ենք լրիվ ներքև։ Եվ ասես ֆիքսվում է սարքը։ Ֆիքսվում է։ Շատ լավ։ Հիմա հարգելի հեռուստադիտող, մեր մարզիչը ցույց կտա, թե իրականում ինչպես պետք է կատարել։ Ես չգիտեմ որքանով այն ճիշտ կատարեց։ Ինչ եմ հրաչ։ Մինչև նստելը բռնվում ենք այստեղից, մեկ ոտքը ցում ենք այստեղ եւ հենվելով նստում ենք։ Ոտքերը բարձրացնում ենք, դնում ենք այստեղ, իրարից մի քիչ հեռու, մի քիչ ուսերի լայնության մոտ։ Հրում ենք, դեղինները բարձրացավ, իջնում ենք 90 աստիճանի չափով, հրում ենք այնքան, որ միջև վերջ այսպես չբացվի ծունկը, որպեսզի լարվածություն չընկնի վրա։ Իսկ ծանրացնելը էֆեկտիվությունը բարձրացնում է, այո։ Բնականաբար, երբ որ մենք ուզում ենք ունենանք նոր արդյունքներ, պետք է ավելացնենք քաշերը։ Եթե քաշերը չավելացնենք, մենք նոր բկանաթելեր չենք կարող ստանալ։ Ինչպես է կոչվում այս սարքը։ Leg press։ Leg press, հենց ոտքեր։ Այո։ Եվ դուք որպես պրոֆեսիոնալ արդեն տրեյներ, մարզիչ, որքան քանակով եք այն կատարում։ Սա կոնկրետ շատ ծանր։ Չեմ ուզում հիմա նշեմ կոնկրետ քաշը, բայց այս պահին կարող եմ մինչև 400 կիլոգրամ անել, բայց ավելի ծանր կատարեմ։ Իսկ հրաչ, եթե շատ ծանր եք կատարում, այն վնաս հասցնելու իր մեջ ռիսկ չի պարունակում։ Եթե աստիճանաբար եք բարձրացնում քաշերը ու փորձում եք վարժությունը կատարել մաքսիմում ճիշտ տեխնիկայով, դուք երբեք վնասված չեք ունենա։ Պետք է հետևեք ձեր մարզչի ցուցումներին։ Այո։ Քաշերը բարձրացնեք ոչ շատ արագ։ Գոնե ամիսը մեկ կամ չգիտեմ, կախված արդեն մարզիչը ինչպես է ձեր մարզման ծրագիրը կազմել։ Այո, ըստ մարզչի ցուցումների։ Դե ինչ, հրաչ, կարծում եմ դուք մի քիչ հոգնեցիք եւ պետք է ջուր խմել։ Ընդհանրապես ջրի կարեւորությունը ձեզ ինչպիսին է մարզումների ընթացքում, այն միշտ է որ պետք է խմել։ Ջուրը, այսպես ասեմ, մեր օրգանիզմում կարելի ասել 70% եւ ավել կազմում է, դրա համար մեր անբաժանելի մասն է։ Այդ պատճառով պետք է միշտ օգտագործել ջուր մարզվելուց առհասարակ կյանքում, օրվա ընթացքում։ Այո, եւ օրական 2 լիտր, ինչպես ցուցում են շատ մասնագետներ։ Կախված քաշից։ Այո։ Դե ինչ հարգելիներս, ես նույնպես միշտ մարզվելիս մի քանի կում թեթև այսպես չափականակներով ընդունում եմ ջուր, դե ինչ պրոֆեսիոնալ մարզիչը նույնպես փորձ է տալիս, այնպես որ պիտ ջրերը հոգացել են այդ մատին եւ իոնիզացված, ալկալիացված այս ջուրը հենց մարզվելու համար հրաշալի տարբերակ է։ Դա հուշում է նաեւ պիտ ջրերի այս տարբերակը, որը նման է ծանրակարերի, այսպես մարզվելիս այն շատ հարմար է, նաեւ արտաքին տեսքով։ Պիտ ջրեր ջուր խմելու ճիշտ ժամանակն է։
Կարևորը խնամված լինելն է։ Չերչինյան Cosmetics